Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. Կոչ Սթափության Հայրենիքն ապրում է սիրով և կործանվում նրա պակասի պատճառով։ Նժդեհին չմոռանանք։ Հարգելի արցախցիներ, Արցախն անկախացել էր, սակայն ճշմարտությունն այն է, որ Արցախի ղեկավարները չկարողացան կազմակերպել Արցախի անկախությունն ու պաշտպանվածությունը։ Տիրելով Արցախի ազգային հարստությանը նրանք մոռացան, որ իրենց թիկունքում ժողովուրդ ունեն և թշնամին բաց աչքերով հետևում է շեն ու զարգացման հեռանկար ունեցող Արցախի արյունակամ լինելուն։ Եվ Հայաստանի, և Արցախի կառավարիչների անհեռատես մոտեցումները ձեզ և մեզ բերեցին անդարձ կորուստներ։ Եղավ այն, ինչ որ եղավ։ Կարճ եմ ասելու, բոլոր մանրամասներին եթե անդրադառնամ, օրեր ու ժամեր կպահանջվեն։ Հիշում եք միացում բառը, ինչու և ում չար ձեռքով այն կորցրեց իր բովանդակ էությունը։ Ինչևէ, այսօր դուք Մայր Հայաստանում եք պատսպարվել և փառք Աստծո, որ ձեր կյանքը գոնե փրկվեց, չնայած անփոխարինելի ծննդավայրի կորստի։ Ինչ խոսք, կարող են բազում չլուծված խնդիրներ լինել։ Գյումրիի երկրաշարժից անցել է 37 տարի, հարյուրավոր մարդիկ դեռ երկաթե տնակներում են ապրում։ Առնետների հետ կողք կողքի և ոչ միայն Գյումրիում, նաև Վանաձորում և այլուր։ Նայեք ձեր շուրջը, տեսեք ինչ ահռելի դղյակներ են կառուցել այն անձինք, ովքեր ժողովրդի օգնության գումարները յուրացնելով և Հայաստանը չքավորության մեջ պահելով 1,5 միլիոն հայրենակիցների ուղղորդեցին երկիրը լքելուն։ Դուք Արցախում մի քանի անգամ լավ էիք ապրում, քան թե մենք Հայաստանում, որովհետև մենք մեզ զրկում էինք, ասելով ամեն ինչ Արցախի փրկության համար, չհաշված վերջին 9 ամիսների շրջափակումը։ Հայոց մայրերը ամենաթանկը իրենց որդիներին տվեցին Արցախի փրկության համար։ Հայաստանը միայն 44 օրյայից հետո 10,000 հաշմանդամներ ունեցավ, գերիներ ու անհետ կորածներ, և այսօր հազիվ է կարողանում զսպել հարևան Մոլագարին նոր աղետից փրկելով երկիրը։ Այսօր ոչ թե իրար դեմ պետք է դուրս գալ, այլ ձեռք ձեռքի տված փրկել ու պաշտպանել Հայաստանը, շրջափակման մեջ հայտնված այս մի բուռ հողակտորը, որի գլխին Դամոկլյան սուր է կախված։ Աշխարհը անկանխատեսելի պատերազմներ է հրահրում, մեր վաղն անհայտ է։ Այո, խնդիրները լուծում պետք է ունենան, բայց այդ լուծումները ոչ թե իդեմս Հայաստանի հասարակության անկայունության, այլ միացյալ ուժերով Հայաստանը հզորացնելու ճանապարհով, ոչ թե քաղաքական դավադրությունների հոսանքի տակ, այլ ժողովրդական ու ազգային միասնությամբ Հայաստանը հզորացնելու առավել վճռականությամբ, քանզի այդ ատելությունն այսօր Ադրբեջանի համար միջոց է Արևմտյան Ադրբեջան ստեղծելու քարոզին։ Խելքի եկեք բոլորով, մեծ ու փոքրով, ազգովի։ Մեր այսօրվա հզոր պաշտպանությունը մեր գիտակցական համախմբվածությունն է, կորուստներն էլ չափ ու սահման չունեն։ Մենք մեկ ազգ ենք և մեր ցավը նույնպես մեկն է։ Պաշտոնի վերադառնալու մոլուցքով ընկած ձեր հրահրողներն իրենց անսահման հարստությունն են ուզում պաշտպանել։ Նրանց աչքին ոչ Արցախն է երևում, ոչ էլ Հայաստանը։ Պաշտպանող էին, Արցախը գոնե պաշտպանեին, այլապես այս վիճակում չէինք հայտնվի ազգովի։ Մի կրկնեք նույն սխալները։ Ինչն արվեց Արցախում, մենք իրար հետ մեկ ընդհանուր բան ունենք։ Հայրենիք, որի խաղաղության համար պետք է դողանք, ափսոսանք ու ապրենք համերաշխ, մինչև ամեն բան իր տեղում լինի։ Դրա ժամանակն էլ կգա։ Եթե խելքի չգանք, այս հողն էլ կփախչի մեր ոտքի տակից։ Նոր սադրանք, զգուշանանք բրիտանա-թուրքական Թուրան ծրագրից։ Եվ 44-օրյա պատերազմը, և նրանից առաջ, և այն, ինչի համար մտահոգ ենք այսօր, կախված է բրիտանական սիոնիզմից։ Թուրքերին զորաշարժելով 100 տարուց ավել, նրանք Հայաստանն են ուզում ամբողջությամբ։ Ալիևը Արևմտյան Հայաստանում Հայաստանից հեռացած թուրքերի թիմ է ստեղծում Արևմտյան Ադրբեջանի պահանջատիրությունը հիմնավորելու նպատակով։ Եվ սա խաղաղության պայմանագիր է ստորագրելու։ Եկել է աշխատանք տանելու պահը, հայեր։ Կոչ եմ անում ողջ աշխարհի սփյուռքահայությանը, Արևմտյան Հայաստանի կառավարությանը, արխիվներից վեր հանել Արևմտյան Հայաստանի բնաջնջված քաղաքների և բնակիչների ցուցակը, նշելով, թե որտեղ որքան հայեր են սպանվել, քանի տրիլիոնն են օգտվել լքված բնակավայրերի հարստություններից, Թուրքիան և իր դաշնակիցները և բարձրացնել պահանջատիրության խնդիրը,
Խոտորնակին խոտորնակ, դուք չանեք, դուք չդատեք, իրենք կդատեմ, որի իրավունքը բնավ չունեն։ Լսում եք հայեր, գործ արեք, կեղծ նախագահության աթոռներով գործազուրկներ մի մնացեք, ապրիլն է առջևում։ Էրիվանի ողբն ու ձենով օհանի պակասը։ Էրիվանը հետ վերադարձնող տղայի ադրբեջաներեն ուղերձ է իր ընկերներին, նույնպես մտնում է հայերիս բարոյահոգեբանական ճնշումների ենթարկելու թուրքական ծրագրերի շարքը։ Չպետք է թույլ տալ, սա կոտրում է մեր պայքարի ոգին, ջուր լցնում թշնամու ջրաղացին։ Նյութը չեմ տեղադրում, որ չուրախացնեմ ազերիներին։ Փաստորեն ադրբեջանցիները մեր հրապարակներից ադրբեջաներեն ազատ ուղերձներ են հղում։ Եթե խորհրդային տարիների եղբայրությունը լիներ, ով բան կասեր։ Ինչ խոսք, այդ լամուկը չէր համարձակվի այն օրերին հայտարարել, որ Էրիվանը իրենցն է։ Եթե նման քայլ կատարեր, անվտանգությունը տեղում թևերը կոլորեր։ Հարց եմ տալիս, որևէ հայ կարող է այսօր Բաքվի կենտրոնական հրապարակից հայերեն ուղերձ հղել Երևան կամ ասենք Հայաստան երգը երգել։ Ինչ է կատարվում։ Ընդարմացել ենք, թե բաքունցի ալպիական մանուշակի բզեզի օրն ենք ընկել։ Այսքան էլ խորքուն մտնել կլիներ, որ մենք ենք մտել։ Բա մի ձենով օհան չլիներ, 40 գազ խոր հորից Սասնա Դավթին վեր հաներ։ Որքան կարելի է։ Ուր է պատվավոր հայի արժանապատվությունը։ Թափ տվեք Ալիևի շախ տված փոշին։ Հայեր, դուք ձեզ մի այպանեք, մի վատաբանեք, վատաբանողներ շատ կան։ Մի կասկածեք ձեր դիմադրության ուժին, ավելորդ չճշտված լուրերով ժողովրդի մեջ տագնապ մի գցեք։ Դիրքերում գտնվող զինվորը շատ ամուր է կանգնած։ Նրան թև տվեք, նրան ուժեղ թիկունք է անհրաժեշտ։ Թիկունքը թշնամու բերանն ընկած շաքար մի դարձրեք, նա հենց դրան է սպասում, մեր դիմադրությանը հարվածելու համար։ Մեր բանակը հզոր է և կազմակերպված։ 2020 թվականին նման ցիրուցան չէ։ Ալիևը էսկալացիայի կգնա այն ժամանակ, երբ կստանա Իսրայելի և իր դաշնակիցների հրահանգը։ Կհարձակվի, կստանա արժանին։ Բավական է նապաստակը առյուծի դեմ իր ուռճացրած մկանները ցուցադրի։ Ուր է պատվավոր հայի արժանապատվությունը։ Թափ տվեք Ալիևի շախ տված փոշին։ Հայեր, ազգակիցներ, վերջ տվեք իրար վարկաբեկելուն, ստորացուցիչ փաստերով միմյանց նսեմացնելուն, տեղի անտեղի իրար վրա ցեխ շպրտելուն։ Ցավոք այն վիրուսի նման տարածվել է հայ հասարակության ներսում, տարածելով ատելություն և որոմ, սպանություններ և ամբարո բարքեր։ Չեք նայում, չեք տեսնում, չեք ուզում տեսնել, որ ընտանիքներից այս բարոյազուրկ հիվանդությունը արդեն դպրոց ու բանակ է մտնում, խարխլելով հայի ինքնությունն ու պաշտպանվածությունը։ Որքան վատն ասենք, վատն ենք լսելու։ Բումերանգը լավ և վատ չի նայում։ Անուղելի է անձը, տասնյակ իրավապահ մարմիններ կան։ Հիշեք, բոլորս միասին ձևավորում ենք հայոց ազգ հավաքական ուժը։ Զսպեք ատելության և նախանձի կրքերը։ Ձեզ ուժ ու ոգի ներարկեք այն լուսավոր ու ազնվահոգի հայերով, ովքեր եղել են անցյալում, ապրում են այսօր մեր կողքին, զուսպ ու աննկատ, ովքեր կլինեն վաղը։ Բարձրացիր, բարձրացրու, ասում է հնագույն իմաստնությունը։ Մերն են հայոց ազգն ու նրա զավակները։ Վեր բարձրացնենք այս հրաշալի ազգի զավակներին, թույլ չտալով, որ արտաքին ու ներքին գործակալները սպանեն ազգի ոգին և հպարտությունը, նրա անբավ հարստությանը տիրելու ծրագրերով։ Ազգովի շտկենք մեզ, մարդկության այս բացառիկ տեսակը անբասիր և իրեն վայել պահելու համար։ Պաշտոնն էլ է ժամանակավոր, փողն էլ, մնայունը հավերժությունն է։ Պատվով անցնենք։